Օրինակ Կիրակի ամենքից Փառք Հիսուսին ով եղբերս իրոք հրաշալի խոսք և պատմություն պատմեց Փառք Հիսուսին ամեն ինչի համար, որտև Տերը գիտի իրավիճակներ փոխել և Տերը գիտի, թե մենք ինչ իրավիճակի մեջ ենք գտնվում։ Եթե այսօր ինչ-որ խնդիր ունես կամ ինչ-որ պրոբլեմ ունես, հանձնիր Աստծուն, Փառք Հիսուսին։ Ես այսօր ուզում եմ մի հատ օրհնության խոսք ասեմ մեր մանուկներին և շնորհավորենք, եկեք մի հատ փառք բարձրացնենք Տիրոջը մեր մանուկների համար, գիտեմ, որ շատերը ստեղ են, շատերը ներքևում են։ Փառք Հիսուսին մեր մանուկների համար, Տերը օրհնի մեր փոքրիկներին։ Այսօր այո, հրաշալի օր է և մենք աղոթող լինենք մեր մանուկների համար։ Ինչպես Մատթեոս 19-րդ գլուխ 13-14 ասում է, այն ժամանակ Հիսուսի մոտ երեխաներին բերեցին, որպեսզի ձեռք դնի նրանց վրա և աղոթի։ Սակայն աշակերտները հանդիմանում էին նրանց, բայց Հիսուս ասեց, թող այդ երեխաներին և մի արգելեք ինձ մոտ գալ, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է։ Այո, երկնքի արքայությունը այն մարդկանց համար է, ովքեր իրենց սիրտը մանուկների պես ընծայել են Տիրոջը։ Եվ ինչպես մեր մանուկներն էլ, որ անկեղծ աղոթք են անում, մենք էլ այդպիսի մանկան պես հանձնվենք Աստծո ոտքերի առաջ, ասենք Տեր, դու գիտես իրավիճակներ փոխել, մեր Աստվածը դու ես Տեր, դու գիտես յուրաքանչյուրին, դու գիտես հիմա ամեն մեկս ինչ իրավիճակի մեջով ենք անցնում։ Բայց ուզում եմ ժպտաս և ասես Տեր, ես հանձնվել եմ և ես գիտեմ, որ դու զորություններ գործող Աստված ես։ Ինչպես Հովիկ եղբայրս ասես, տեսեք 10,000 երեխա, որ կերակրվեցին Փառք Հիսուսի, որտև Տերը ամենակարող է։ Ողջ փառքը տուր նրան։ Հալելույա։ Տեր, շնորհակալ ենք, եկեք կանչենք նրա անունը, Հիսուս անունը, որովհետև Հիսուս անվան մեջ կա փրկություն, Հիսուս անվան մեջ կա զորություն։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Հայր, որ քո ներկայության մեջ ենք։ Եսու Spasum
Արի և մեզ սովորեցրու երկրպագել քեզ Տեր Քո տունը քեզ է սպասում Ո Եշու Աստված Ով Հիսուս մենք կանչում ենք քեզ Քո սուրբ անունը թող թագավորի մեր մեջ հավիտյանս հավիտենից Սպասում ենք Տեր, քո զորության հարցերներին, որ բախի ես Տեր ու սրբես
ծափարել ասել ամենակարող Տեր, ես հանձնվում եմ Տեր։ Եթե նեղություններ ունես, իրավիճակներ ունես, որ խանգարում է եւ վախեր կա, այս Սաղմոսը քեզ համար է։ Սաղմոս 46, 1-2-ը Աստված ապավեն եւ զորությունն է մեզ համար։ Նա արագահաս օգնություն է եղել նեղությունների մեջ, դրա համար չենք վախենա, թեկուզ երկիրը ցնցվի, լեռներ շարժվի, ծովերի հեղեղներ լինի, ինչ իրավիճակ էլ լինի, երկիրներ ցնցվի ասում է, մի վախեցիր եւ Տիրոջը հանձնվիր։ Երկրպագիր ու օրհնիր Տիրոջը, ասա Տեր, ուզում եմ երկրպագել քեզ։ Ուզում եմ աղոթները դեպի երկինք բարձրացնել եւ այս սաղմոսները դեպի քեզ բարձրացնել։ Գոհությամբ ասել Տեր։ Կանչող մի ձայն, աղոթք, այս եկեղեցուց Տեր, բարձրացնում ենք դեպի քեզ Տեր։ Եվ ասում ենք Տեր, չենք վախենալու, այլ երկրպագելու ենք։ Չենք վախենալու Տեր, այլ երգելու ենք քեզ Տեր, այլ ցնցալու ենք Տեր, այլ ասելու ենք, որ օրհնվելու ենք, բժշկվելու ենք Տեր, զորանալու ենք քեզանով, քո հոգով Տեր։ Փառավոր Աստված, իրավիճակներ կան, որ խեղդում են Տեր։ Ուստի քո ողորմությունն եմ խնդրում ամեն մեկիս կյանքում Տեր։ Թող այո այս սաղմոսը Տեր իրականություն դառնա ամեն մեկիս կյանքում Տեր, որ ինչ է լինի իրեկուս երկինքը ցնցվի Տեր, գետեր շարժվեն Տեր, մենք վստահ մեր ոտքի վրա կանգնենք եւ ասենք Տեր, մենք հուսացել ենք քեզ Տեր, մենք հուսացել ենք քեզ Տեր, եւ Տեր չկա ոչինչ, չկա այն համերց, չկա իրավիճակ, որ խեղդելու է ինձ Տեր, ես հռչակելու եմ որ Տեր, ես ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոս։ Այսօր պիտի ես ուժեղանամ, այսօր պիտի ապաշխարեմ, այսօր պիտի գամ քո ետևից Տեր, այսօր իրավիճակն ինձ չի խեղդելու Տեր, ես հռչակում եմ Տեր, որ այս եկեղեցի ունի զորություն, ունի ուժ քեզանով Տեր, ապաշխարություն ունի Տեր, առաջ շարժվելու ուժ ունի Տեր, պիտի գանք քեզանով Տեր, պիտի օրհնվենք Տեր, պիտի մեր մանուկները Տեր զորանան Տեր քեզանով Հայր, պիտի մեր տարեցները Տեր, պիտի ավելի զորանան քեզանով Հայր, պիտի արդություն լինի այս եկեղեցում Տեր, հավատքով ասում եմ Տեր, իրավիճակները չի խեղդելու Տեր մեզ, մեր օգնությունը դու ես Տեր, քո ձեռքը չի կարճացել Տեր, ես վստահ եմ Հայր, եւ ասում եմ Տեր, որ երկրպագում եմ քեզ Տեր, երկրպագում եմ Տեր, իմ սիրտը ուզում է քեզ երգել, ու երկրպագելու ասել, որ սիրում է քեզ Հայր, ողջ փառքը քեզ թող բարձրանա Տեր, այս երգերը Տեր, որպես կենդանի խնկարկություն թող բարձրանան քեզ Տեր, այս երգերը Տեր մեր հոգուց անում ենք դեպի քեզ ու ասում որ երկրպագում ենք Տեր, ինչ տագնապել լինի Տեր, ինչ իրավիճակ է լինի, պիտի երգեմ ու երկրպագեմ քեզ, ինչ շնորհք որ տվել ես, պիտի բարձրացնեմ դեպի երկինք, ասեմ Տեր, միևնույն է գոհանում եմ քեզանից Տեր, միևնույն է պիտի ցնցամ եւ ուրախ լինեմ, պիտի ցնցամ եւ ուրախ լինեմ, պիտի այս ծափերը բարձրացնեմ քեզ, ասեմ ողջ փառքը քոնն է Տեր, ողջ փառքը քոնն է Տեր, իմ օրհնությունը Տեր դու ես Հայր, իմ եկեղեցում ապավենը Տեր դու ես, իմ ամրոցը դու ես Տեր, ես իմ տունը շինելու եմ Տեր այն շայմի վրա, որը կոչվում է Հիսուս Քրիստոս, եւ փառավորել եմ Տեր, իշկա որը կյանքում ես Տեր, փառքել եմ քեզ Տեր, հալելույա, հալելույա, կանչող մի ցավ, կանչող մի երգ սրտումս, կարոտ ու սեր հոգումս, որ սպառնում են ինձ, նայող աչքեր, բարձրասերքեր հերվից, որ մոտենամ են ինձ, մեղշոյում են ինձ, երկինքն է բաց, երկինքն է վեր առնում, իմ խոր վերքերը չկա ոչինչ, չկա էլ անմնա, զորավոր է սերը, միայն տեսնեմ, միայն քեզնից մի խոսք, որ ինձ տալիս է կյանք, և իմ սերը
որ ձերքը բարձրացնես, ասես երկրպագում եմ քեզ։ Երկրպագում եմ ես։ Ավելի բարձր կարող ես երկրպես։ Ասեմ, որ երկրպագում եմ ես քեզ։ Երկրպագում եմ միայն քեզ։ Սիրտը ինձ որ սպասում է քեզ։ Ամեն վարկան երկրպագում եմ ես քեզ։ Ասա Տիրոջ երկրպագում եմ ասա Հիսուս երկրպագում եմ ես քեզ։ Ամեն երկրպագում եմ միայն քեզ։ Սիրտը ինձ որ սպասում է քեզ։ Ամեն վարկան այո պիտի երկրպագեմ քեզ պիտի օրնելով որնեմ անունը Տեր այս եկեղեցին Տեր սպասում ա քո արթնությանը Տեր այս եկեղեցին սպասում ա Տեր որ պիտի Տեր ովելիով Տեր շատանանք և զորանանք Տեր այս եկեղեցին սպասում ա Տեր նոր արթնության Տեր նոր անձրևների Տեր որովհետև այս եկեղեցին սիրում ա քեզ Տեր այս եկեղեցին պաշտում ա քեզ Տեր և ասում ա որ ինչ իրավիճակ է լինի ես սիրելու եմ և օրհնելու եմ քեզ Տեր ես գալու եմ քո անահետներով Տեր բացելու եմ իմ սիրտը օրհնելու եմ Տեր քեզ ուզում ենք միաբան ասենք որ սիրում ենք ու երկրպագում ենք քեզ երկենք ինչքան որ ցանենք ինչքան որ Տերը տվել ասենք երկրպագում ենք քեզ և հավիտյամի օրհնենք քեզ և ասենք որ սիրում ենք քեզ երկրպագում ենք ես քեզ բարձր ասա երկրպագում ենք ես քեզ երկրպագում ենք միայն քեզ սիրտը ինձ որ սպասում է քեզ ամեն վարկան երկրպագում ենք ես քեզ երկրպագում ենք ես երկրպագում ենք միայն քեզ սիրտը ինձ որ սպասում է քեզ ամեն Այո թող փառավորվի Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված երկրպագում ենք ես քեզ հաճելի է երբ միաբանության մեջ զորավոր երկու օրհնում ենք Տիրոջը և երգում ենք այո մեծ զորություն կա միաբանության մեջ որտեղ Տեր ասում է որտեղ երկու երեք Տեր այստեղ է երկի Տիրոջը ասա որ սպասում ենք քեզ
Փառք Հիսուսին, կարող եք նստել ամբողջ փառքերը մեր Աստծուն, որովհետև նա է արժան առնելու մեր ամեն գովասանքը, օրհնությունը, փառաբանությունը։ Մի խոսքով ամեն ինչ որ տեղի է ունենում իր եկեղեցում, ամեն բանը իրան է պատկանում, ամեն բանը իր անվան շուրջ է։ Տեր օրհնի ձեզ, ելի երջախումբ, Աստծուն երկրպագողներ եւ Աստված օրհնի ձեզ թանկագին եկեղեցի։ Գիտեմ շատ անգամներ լսած կլինեք, բայց Սաղմոսներում ասում է, որ ես ուրախ եղա, երբ որ ինձ ասեցին Տիրոջ տուն գնանք։ Իսկապես Սուրբ Հոգու ուրախությունը թող գա ձեր կյանքերի մեջ։ Թող իսկապես ձեր անձերի վրա, ձեր դեմքի վրա երևա, որ դուք Տիրոջ տուն եք եկել, որ դուք ուրախ եք Տիրոջ տուն լինելու համար։ Նաև Սաղմոսներում էլի ասում է, որ երբ որ Տիրոջ տուն գնաս, զգուշություն արա ոտքերիդ։ Սա էլ չմոռանանք, սիրելիներս, ինչի համար զգուշանանք, որ մենք Տիրոջ տան մեջ ենք, ակնածանք ունենանք, մեր միտքը տանք խոսքը լսելուն, հնազանդվելուն եւ այսպես շարունակ։ Այնպես որ ուզում եմ, որ ուշադրություն դարձնես, ոչ թե որ ես եմ քարոզում, որ ուզում եմ իմ վրա ուշադրություն դարձնես, լսելի լինեմ, չէ, այլ որ քո ուշադրությունը Տիրոջ խոսքի վրա լինի։ Կապ չունի զոհաբերություն կլինի, թե պատգամ կլինի կամ ով կլինի։ Խնդրում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք խոսքին։ Սաղմոս 112 խոսքում ես խոնարեցրեցի իմ սիրտը, որ քո հրամանները անեմ, հավիտյանս մինչև վերջ։ Գիտեք, Աստծո խոսքի պատվիրանների, նրա հրամանների մեջ մնալու համար եւ կատարելու համար մեզ պետք է, որ մենք ինչ անենք, խոնարհվենք։ Կարծում եմ արդեն հասկացաք ինչի մասին եմ ուզում խոսեմ, շատ անգամներ լսել ենք, բայց այսօր մի փոքր էլ ես կխոսեմ էլի խոնարհության մասին։ Եվ դա մեր հոգևոր կյանքի ընթացքի համար շատ անհրաժեշտ պայման է, որպեսզի մենք մինչև վերջ գնանք։ Եվ մենք խոնարհվելով միայն կարող ենք Աստծո պատվիրանները պահել։ Ուրիշ տարբերակ չկա։ Բացենք Դանիել 4-րդ գլուխ 28-ից 32 խոսքերը։ Այս ամենը պատահեց Նաբուկոդոնոսոր թագավորին։ 12 ամիս հետո նա ճեմում էր թագավորական պալատի վրա, որ Բաբելոնում է։ Թագավորը պատասխանեց եւ ասեց. Ահա այն մեծ Բաբելոնը, որ այս թագավորությունը տուն եմ շինել իմ մեծ զորությամբ եւ իմ մեծ մեծությամբ փառքի համար։ Խոսքը դեռ թագավորի բերանում էր, որ երկնքից մի ձայն իջավ, թե քեզ են ասում, ով Նաբուկոդոնոսոր արքա, թագավորությունը գնաց քեզանից, եւ մարդկանցից քեզ պիտի արտաքսեն եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակությունը, խոտ են ուտեսնելու քեզ արճարների պես եւ 7 ժամանակ անց կենալու քեզ վրա, մինչեւ որ իմանաս, թե բարձյալն է տիրում մարդկանց թագավորության վրա եւ ում որ ուզում է տալիս է այն։ Նույն ժամանակ կատարվեց խոսքը Նաբուկոդոնոսորի վրա։ Գիտեք, Նաբուկոդոնոսորը գիտենք, որ այդ ժամանակվա կարծես թե աշխարհի տիրակալն էր,
խոսքն էլ ասում է, որ մի փոքր անց նաև էլի կանդրադառնանք, որ ինչ ուզում, ոնց ուզում, այդպես էլ անում էր։ Չկա մեկը, որին ինքը հաշիվ տար, այսպես ասած։ Եվ կարծես թե այդ ձեռք բերումներով, այդ կարողություններով ինքը հպարտացավ։ Գիտեք, ուզում եմ մի փոքր առաջ ընկնելով ասենք, մենք մեր վրա բերենք այս օրինակը քո անձնական կյանքի մեջ կամ հոգևոր ծառայության մեջ, չգիտեմ ինչ աստիճանակարգի կհասնես, ինչպիսի ձեռքբերումներ կունենաս քո ընթացքի մեջ, թե նյութական, թե քո ֆիզիկական, թե հոգևոր կյանքի մեջ, միշտ հիշենք այս խոսքը, որ այն ինչ որ անում է, հայրն է անում։ Ասում է, որ ումը ուզում, նրան էլ տալիս է, եւ ումից որ ուզի, նրանից էլ իշքանի կվերցնի։ Բայց ումից կվերցնի, ով որ հպարտանում է, ով որ գոռոզանում է եւ վերագրում է իր անձի վրա, թե ամեն բան իր կարողությունից է, իր իմաստությունից է եւ ամեն բան իրանով է։ Երբ որ նմանատիպ մտքեր են անգամ մեզ մոտենում, մեզ անդրաժեշտ է որ դեմ կանգնել այդ ամեն ինչին, որովհետեւ երբ որ միտքը թողենք գա մեր մեջ, ընկնի մեր սիրտ, ինչ կլինի, սրտից կսկսի գործողությունը։ Եվ այդ ամենը այո կյանք կդառնա։ Եվ այս ամեն Աստվածաշունչը մեզ օգնում է, հորդորում է, խրատում է, որպեսզի ժամանակին դեմ կանգնենք նման բաներին։ Բայց Նաբուկոդոնոսորը կարծես այդ պահին իր համար հնարավորություն չեղավ։ Բայց հետագայում գիտենք, որ Աստված Նաբուկոդոնոսորին ողորմություն արեց։ Ինչի համար արեց, որովհետև ինքը դարձի եկավ։ Ինքը հասկացավ, խոնարհվեց եւ սիրտ տվեց Աստծուն։ Եվ հասկացավ, որ ամեն բան ինչ որ արեց, Տերը արեց։ Եվ Աստված էլ Դանիելին, Նաբուկոդոնոսորին ողորմություն արեց։ Նույն Դանիելի 5-րդ գլուխ 18 խոսքից Եվ Դանիելից հետո Նաբուկոդոնոսորից հետո իր որդին է գալիս թագավորելու եւ ինչ անում, այնտեղ Տիրոջ անհաճելի բաներ անում, Տիրոջ անոթներն է բերում, սկսում է խնջույքներ, մի խոսքով ճաշկերույթ է կազմակերպում ու Աստծուն հաճելի վարմունք ու պահվածք չի ունենում։ Ինքն էլ նույն հոր ճանապարհն է կարծես թե բռնում, հպարտացած, գոռոզացած վիճակ եւ նա մի երազ է տեսնում, որ ամբողջը չկարդամ, այսպես պատմությունով ասեմ, եւ ոչ մեկ չի մեկնում այդ երազը եւ ասում են, որ կա մեկը եւ նրա անուն Դանիել է, որ նա կարող է այդ ամենը մեկնել քեզ։ Եվ երբ որ կանչում է Դանիելին եւ ասում է, որ եկ եւ մեկնիր Բաղդասար թագավորը եւ ես քեզ այս կտամ, այն կտամ, բայց Դանիելը ամեն բանից հրաժարվում է եւ ասում է դու ով թագավոր 18 խոսքից Բարձյալ Աստված թագավորություն եւ մեծություն եւ փառք ու պատիվ տվավ քո հորը Նաբուկոդոնոսորին եւ այն մեծությունից որ տվել էր նրան բոլոր ժողովուրդները ազգերը եւ լեզուները դողում եւ վախենում էին նրա առաջին որին որ ուզում էր սպանում էր եւ որին որ ուզում էր ապրեսնում էր եւ որին որ ուզում էր բարձրացնում եւ որին ուզում էր ցածրացնում էր բայց երբ որ նրա սիրտը հպարտացավ եւ նրա հոգին խստացավ ամբարտավանությամբ նա ընկավ իր թագավորության աթոռիցը եւ նրա պատիվը առնվեցավ նրանիցը եւ մարդկանց որդիների միջիցը արտաքսվեցավ եւ նրա սիրտը անասունների պես եղավ եւ նրա բնակության վայրը էշերի հետ էր եւ արճարների պես խոտ էին ուտացնում նրան եւ երկնքի ցողովը ջրվում էր նրա մարմինը մինչեւ որ իմացավ որ բարձյալ Աստվածն է տիրում մարդկանց թագավորության վրա եւ որին ուզում է դնում է եւ նրա վրա եւ դու նրա որդի Բաղդասար չխոնարեցրիր քո սիրտը թեև այս ամենը գիտեիր այլ երկնքի Տիրոջ դեմ բարձրացրի եւ նրա տան անոթները բերին քո առաջին եւ դու քո մեծամեսները եւ քո կանայք ու հարջերը գինի խմեցին նրանցովը
եւ արծաթի ու ոսկի պղնձի, երկաթի, փայտի եւ քարի ասվածների գովեցիր, որոնց ոչ տեսնում էիք, ոչ լսում եւ ոչ իմանում, բայց այն Աստծուն, որի ձեռքին է քո շունչը եւ որին քո բոլոր ճանապարհները չփառավորեցիր, այն ժամանակ այն ձեռքի թաթը ուղարկվեցավ նրա առաջիցը եւ այս գրվածքը նկարագրեց եւ այս է այն նկարագրված գրվածքը մանե մանե թակեղ ու փարսին այս է խոսքի մեկնությունը մանե Աստված համարել է քո թակավորությունը եւ նրան վերջացրել թեկեղ է կշռվեցար կշիրկովը եւ պակաս գտնվեցար Փարես բաժանվեցավ քո թակավորությունը եւ տրվեցավ մարած եւ պարսից Տեսեք Բաղդասարը իմացանք որ Նաբուգոդոնոսորի որդին էր եւ քաչ տեղյակ էր եւ Դանիելն էլ ասեց երբ որ թվարկեց եւ ասեց ով թակավոր դու չխոնարհվեցիր սիրտ չտվեցիր խոնարհվելու եւ ամբարտավանացար հպարտացար եւ դրա համար Աստված քեզ պիտի մերժի եւ քեզանից պիտի վերցնի գիտեք շատ անգամներ երբ որ լավ չի որ մենք մեր առաջ կամ մեր կողքերը տեսնում ենք այնպիսի մարդիկ ովքեր հպարտության պատճառով ընկնում են ասում է որ անկումից առաջ կամ միտեղ ասում է կործանումից առաջ գնում է հպարտությունը Կարծում եմ շատերս տեսել ենք նմանատիպ մարդիկ, երբ որ հպարտացել են, գոռոզացել են եւ ըստ Աստծո խոսքի անկումներ են ապրել։ Գիտեք, այս Բաղդասարը կարար իր հոր օրինակից վերցներ եւ ճիշտ ապրեր։ Ինչ է կարծում այսօր նույն խոսքը ասում է որ հին ուխտը Աստվածաշունչը մեզ ինչի համար գրվեց օրինակի համար գրվեց։ Եվ ունենք խոսք օրինակ եւ ցավոք սրտի կան մարդիկ ովքեր որ անկումներ են ապրել եւ այդ օրինակը մենք մեր առաջ ունենք։ Գիտեք, մի օր Տերը մեզ ինչ անելու կշռելու է։ Մի օր քո եղած վարձքը, այն ինչ որ դու ինչի հասել ես, համարելու է։ Ինչ վիճակի մեջ կհայտնվես դու, երբ որ Տերը քեզ որոշի կշռել։ Սիրելիներս, կարծում եմ, երևի կներեք այս բառի համար տակը ոչինչ չի մնա։ Բայց երբ որ մենք խոնարհվենք Դավիթի նման մեր սիրտը տանք նրա պատվիրանները կատարելու, նրա օրենքները կատարելու, երբ որ Տերը կշռի, նրա որդի Հիսուս Քրիստոսին մեր մեջ կտեսնի։ Եթե մենք Քրիստոսով ընթանանք եւ Քրիստոսի կամքի մեջ ապրենք։ Դանիելի 10-րդ գլուխ 10 խոսքից Եվ ահա մի ձեռք դիպավ ինձ եւ կանգնեցրեց ինձ այս ամեն ինչից հետո էր ծունկներից եւ ձեռքերից թաթերի վրա եւ ասեց ինձ ով Դանիել ցանկալի մարդ հասկացիր այն խոսքերը որ ես ասում եմ քեզ եւ կանգնիր կանգնած տեղդ որովհետեւ հիմա քեզ մոտ ուղարկվեցա եւ նա այս խոսքը ինձ հետ խոսելիս ես ահա կանգնեցի դողալով եւ նա ինձ ասեց մի վախենար ով Դանիել որովհետեւ այն առաջին օրերից է որ սիրտ տվիր հասկանալու եւ քո անձը խոնարհեցնելու քո Աստծո առաջին որ քո խոսքերը լսելու են եւ ես եկա քո խոսքերի համար Տեսեք ինչ հրաշալի նկարագիր ինչ հրաշալի բաներ ասում Դանիելին ասում է խոնարհվեցիր քո անձը խոնարհեցրիր եւ սիրտ տվիր Աստծո խոսքի համար նրա խոսքերը հասկանալու համար եւ ես էլ դրա համար եկել եմ որ քո խնդրվածքը քո աղոթքի պատասխանը տամ քեզ Եթե այսօր ես ու դու ունենք խնդրվածներ ունենք կարիքներ ունենք տարբեր տեսակի աղաչանքներ Աստծո առաջ եթե մենք էլ Դանիելի օրինակը վերցնենք ու ասենք Տեր ահա մենք սիրտ ենք տալիս ահա մենք մեր անձերը խոնարհեցնում ենք որ դու լսես մեզ եւ դու պատասխանես մեզ Հավատացեք Տերը ոնց որ Դանիելի համար հոգ տարավ Դանիելին եկավ եւ նրա աղոթքը պատասխանեց այնպես էլ այսօր կարող է անել իմ եւ քո համար Աստված նույնն է Աստված երբեք
չի փոխվել եւ նա պատրաստ է այցելել ամեն խոնար սիրտ ունեցողին։ Եսայի 57:15-ում ասում է Աստված բնակվում է բարձրերում եւ բարձր տեղերում եւ նրա գահը շատ վերև է, սրբության մեջ է, բայց միաժամանակ նա ասում է, որ նա բնակվում է կոտրված եւ խոնար սիրտ ունեցողների մեջ։ Ուզում ես Աստված քո մեջ բնակություն անի։ Բացի երկնքից Աստվածաշունչը ասում է, որ մի վայր կա, որ Աստված հաճում է այդտեղ բնակվելու։ Մի վայր, եւ դա քո սիրտն է, դա քո տաճարն է, որտեղ կա կոտրված եւ խոնար սիրտ։ Եթե ուզում ես Աստված բնակություն անի քո մեջ, մենք նայում ենք, ասում ենք Տեր, ահա դու շատ բարձր ես, մեր պատկերացումից վեր մի վայրում ես, բայց Աստված ասում է ոչ, թեպետ ես այնտեղ եմ, բայց նաև ես քո մեջ եմ, եթե դու ունես այդ սիրտը։ Ուզում ենք կանչում ենք, աղոթում ենք Տեր, եկ եւ բնակվիր մեզանում, եկ եւ գործիր մեզանում։ Աստված ասում է շատ լավ, կգամ, բայց արդյոք ունես այն վայրը, այն տեղը, որ ես կհաճեմ այցելություն անել եւ բնակվել այդտեղ։ Եթե մենք պատրաստենք այդ վայրը, Տերը կգա եւ կթագավորի այդտեղ։ Սաղմոսների մեջ էլ, ուղղակի թարգմանության մեջ այդպես չի գրված, Սաղմոսների մեջ էլ այդպես ասում է, որ Տերը բարձրերում է, բայց նրա ուշադրությունը խոնարհների վրա է, սրտերի հետ է, կոտրվածների։ Եթե այս մտածելով, այս մտածմունքով, այս հասկացողությամբ եւ այս ընթացքով մենք ապրենք, Տերը կշարունակի մեզ հետ լինել։ Հետաքրքիր է, որ Հակոբոսի եւ Պետրոսի մեջ երկուսն էլ կարծես նույն բաներն ասում, որ պիտի խոնարհվենք, որ Աստված խոնարհներին շնորհք է տալիս եւ հակառականում ամբարտավաններին։ Երկուսն էլ հիշատակել են այս ամենը։ Եթե մենք խոնարհվենք, Աստված մեզ հետ է, Աստված մեզ բարձրացնողն է։ Իսկ եթե դրա հակառակը, պատկերացնում եք բարձրյալ Աստվածը հակառակվի մարդուն։ Ինչ տեղի կունենա մարդու հետ։ Միտեղ էլ ասում է, որ Աստված ինչ որ փակի, ով կարա բացի, կամ եթե Աստված բացի, ով կարա այդ բացածը փակի։ Չկա մեկը, սիրելիներս, այնպես չանենք, որ այդ սիրող հայրը, այդ ներող, ողորմած եւ գթած, այդքան սքանչելի Աստվածը մեր հպարտության պատճառով հակառակ կենա մեզ։ Դա սարսափելի բան կլինի մեզ համար, սիրելիներս։ Դրա համար չհասցնենք այն վիճակին, որ վերջանա մեզ համար կարծես թե այն ողորմությունները, որ Տերը հազարավոր անգամներ ողորմում է մեր կյանքերին։ Զգույշ լինենք եւ Տիրոջը չփորձենք։ Բացենք Փիլիպեցիների գալով վերջաբան, քանի որ այսօր նաեւ հաղորդություն ունենք եւ ուզում եմ կարդամ 2-րդ Փիլիպեցիների 5-րդ գլխից։ Ձեր ամեն մեկը թող այս մտածե, որ էլ Քրիստոս Հիսուսումն էր, որ Աստծո կերպարանքումը լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պես գտնվելով, իրան խոնարեցրեց եւ հնազանդ եղավ, մինչև հիմա եւ այն էլ խաչի մահ։ Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է, որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ երկնավորների եւ երկրավորների եւ երկրի տակ լինողների եւ ամեն լեզու դավանե, թե Հիսուս Քրիստոս Տեր է եւ Հոր Աստծո փառքի համար։ Ուրեմն սիրելիներս, ինչպես այն ժամանակ հնազանդեցինք ոչ թե միայն իմ ներկայությամբ, այլ հիմա էլ ավելի բացակայությունումը, ահով եւ դողալով գործեցեք ձեր անձերի փրկությանը։ Գիտեք, եթե հպարտանար, Հիսուսը տեղ ուներ հպարտանալու, որովհետև նա Աստված էր։ Նա
նրա մեջ էր ամեն բանը, բայց նա ասում է նա Աստված լինելով այդպես իրան չներկայացրեց, այդպես չարեց, ինչ ասում է եւ նա իր անձը խոնարեցրեց, հնազանդ եղավ մինչև իր մահ։ Այսօր մենք մի փոքր հաջողություններ են գրանցում մեր կյանքերի մեջ, կներեք սկսում է մեր տենց անձերի խլվլոց ընկնելը, մի քիչ սկսում ենք արդեն տենց կեցվածներ ընդունելը, դիրքեր, պահվածներ, այսպիսի ինչ-որ վիճակների մեջ ենք հայտնվում։ Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը ամենաբարձր կոչումը, ամեն աստվածության լիությունը իր մեջ ունենալով իրան դարձյալ խոնարեցրեց, որպեսզի ինչ անենք, ամեն մեկս կյանք ունենանք։ Եվ մեզ էլ հորդորում է առաքյալը, աշակերտը, որ այս կերպ գնանք, նմանվենք Հիսուսին, անկախ նրանից թե ինչ աստիճանի մեջ ես, ինչ վիճակի մեջ ես, խոնարհվի եւ Տերը քեզ ժամանակին պիտի բարձրացնի։ Ամեն բան ինչ որ անում է, ինչ որ տալիս է, հասկանանք եւ ընդունենք, որ Տերն է անում։ Եվ առանց նրա ոչինչ տեղի չի ունենում մեր կյանքերում։ Եթե լինում է, դա մարդկային է, դա շնչավոր է եւ դա մենք մեր անձերն ենք բարձրացնում։ Մի օր Տերը մեզ պիտի խոնարհեցնի եւ մենք դրա համար ամոթով կմնանք, սիրելի եկեղեցի, սիրելի Աստծո մարդ։ Լավ է որ մենք մեզ խոնարհեցնենք։ Դավիթը հենց սկզբում կարդաց, ասում է ես իմ անձը խոնարեցրի։ Չի ասում ինչ որ մեկը Աստված, այլ ես իմ անձը խոնարեցրի։ Սա մեզ վրա է դրված, սիրելիներ, սա մեր պարտականությունն է, սա մեր անելիքն է։ Այո, Աստված օգնական է մեզ, Աստված կանգնած է մեր կողքին օգնելու, մեր վատ բնավորությունը կոտրելու, մեր տարբեր խնդիրների մեջ մեզ հաղթություն տալու, բայց առաջի բանը որոշումդ, որ դու որոշես քո անձը խոնարեցնել, դա քո անելիքն է։ Եթե դու կորոշես ու կգնաս սրա մեջ, Աստված քեզ կօգնի։ Ամեն։ Տերը օրհնի, կանգնենք սիրելի եկեղեցի ու հասկանանք, որ այս խոնարհության վիճակը շատ լավ վիճակ է։ Եվ Տերը հաճում է այսպիսի զավակներ ունենալը։ Փառք քեզ ամենակարող Աստված, շնորհակալ ենք այսօրվա համար, շնորհակալ ենք, որ մեզ արտոնեցիր քո տան մեջ լինելու Տեր Աստված, քո խոսքից ուսուցանվելու Տեր Աստված, քո ներկայությամբ լցվելու Հայր։ Այո, մենք գիտակցում ենք, մենք հասկանում ենք, որ քո առաջ պիտի խոնարհվենք Տեր Աստված, եւ մեր սրտերը տանք քո խոսքին հասկանալու համար Տեր։ Օգնիր մենք, ահա Տեր, մենք քո առաջ ենք, որոշումներ կայացրած, որ մենք պատրաստ ենք խոնարհվելու, եւ մենք ուզում ենք խոնարհվենք քո առաջ, քո խոսքի առաջ Տեր։ Միայն թե օգնական եղիր ամեն մեկից Տեր, որպեսզի ամեն բանի մեջ դու փառավորվես, դու մեծարվես Տեր, որ դու հաճենաս մեր մեջ բնակություն անել եւ մեզանով գործել Տեր Աստվածս։ Շնորհակալ ենք Հիսուս, պատվում եւ մեծարում ենք քո թանկ անունը քո տան մեջ Տեր Աստվածս, որովհետեւ քո տունը Տեր Աստված դու պիտի քո տան մեջ բնակություն անես եւ մենք պիտի պատվենք քո տան մեջ քեզ Տեր Աստվածս, որովհետեւ դու արժանի ես առնելու քո եկեղեցուց, քո տնից պատիվը, փառքը, մեծարանքը, ամեն օրհնությունը եւ գովասանքը Տեր Աստված։ Ասում ենք, որ դու միայն երևաս, այլ ոչ թե մարդը Տեր Աստված։ Դու միայն փառավորվես եւ մեծարվես, այլ ոչ թե մարդը Տեր։ Եվ շնորհակալ եմ քո եկեղեցու համար, քո եկեղեցու ամեն անդամի համար։ Օրհնես նրանց տունը, տեղը եւ նրանց ընթացքը Տեր Աստվածս։ Եվ դու փառավորվես, մեծարվես, որին արժանես։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա։ Ամեն։